Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ամբողջ պատմության ընթացքում երբեք ավելի կայուն անվտանգային միջավայր չի ունեցել, քան ներկայում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում պանելային քննարկման ժամանակ, որի բանախոսներից էին նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Վարչապետը խոսելով 2025 թվականի արտաքին հարաբերություններում ձեռք բերված հաջողությունների մասին ընդգծեց, որ դրանք չի առանձնացնում եւ 2026 թվականը այդ ամենի շարունակությունն է, որն ավելի ու ավելի դրական ավարտ է ունենալու։ Ըստ Փաշինյանի այդ ամենի վառ ապացույցն արդեն ԱՄՆ Հայաստան կառավարությունների հրապարակած հայտարարությունն է թրիփ նախագծի հետագաշարունակության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո։ Նման պայմանավորվածություններն ու հարևանների հետ հարաբերությունների հստակ կառուցումն է, որ Հայաստանը դարձնում է ավելի անվտանգ, շարունակեց Փաշինյանը։ Ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Եվ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել, եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում։ Վարչապետը շեշտեց, որ ներկա իրադարձությունների նախնական կետը ձևավորվեց եւ հետագայում զարգացում ապրեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ Եվրոպական քաղաքական առաջին համաժողովի շրջանակում քառակողմ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը Ալմաթայի հռչակագրի վրա խարսխված սկզբունքների համաձայն ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, որից հետո կարճաժամկետ, այնուհետև երկարաժամկետ ծրագրով Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայվեց Հայաստանում։ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում իր շնորհակալություն հայտնեց եվրոպական կառույցների ղեկավարներին, առանձնահատուկ ընդգծելով Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ջանքերը։ Երկրի ղեկավարը հավելեց, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն եւ այլ շահագրգիռ պետությունների ու կառույցների դերը խնդրի կարգավորման ուղղությամբ շատ կարևոր է, բայց առավել կարևոր էր, որ կողմերը այս դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը հասկանային, թե ինչ են ուզում եւ ուր են տանելու բանակցային սեղանից դուրս քայլերը։ Փաշինյանը թե վստահեցրեց, որ թրիփի գործարկման տարածաշրջանում նոր ներդրումներ ու նոր հնարավորություններ են ստեղծվում, բայց համոզված է այն լիակատար կգործի, երբ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնպես կարգավորվեն։ Եվ մենք հույս ունենք, որ այն process-ները, որոնք տրամաբանորեն եւ քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաեւ գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը։ Եվ սա իսկապես նույնիսկ անհավատալի եւ աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը ըստ էության արդեն որոշված են։ Խոսելով Հայաստան-Ադրբեջան արդեն իսկ գործող առևտրային հարաբերությունների մասին, Փաշինյանը նկատեց, որ տասնամյակներ շարունակ բենզին ներկրող մենաշնորհային դաշտը փլուզվում է եւ դրանով պայմանավորված ճակերտավոր հայրենասիրական կոչերով փորձում են տարատեսակ խոսույթներ ձևավորել ադրբեջանական բենզինից չօգտվելու համար։ Նույնիսկ փորձում են այս ամենի մեջ ներքաշել նաև եռաբլուրում հանգչող հերոս հայորդիներին։ Բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ։ Ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Եվ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել են, որ մեր եղբայրները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում, եւ կարող եմ ասել, ինչ է ոտքի կանգնում, ոտքի է կանգնել, որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես
արժանապատիվ գործընկեր մեր միջազգային գերտերությունների այդ թվում հետ Խոսելով նաև բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու մասին վարչապետը ընդգծեց, որ այլ էր իրավիճակը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը եւ այլ է դրանից հետո նկատի ունենալով, որ միջազգային գործընկերները մեծ պաշտպանական զենք զինամթերք չէին վաճառում, վախենալով, որ դրանք կկիրառվեն կամ կտեղակայվեն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմաններից դուրս։ Ըստ նրա իրավիճակը փոխվեց, երբ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, որից հետո այդչափ սպասված շուկան բացվեց մեզ համար։ Փաշինյանի ներկայացմամբ մեզ զենք չվաճառելու եւս մեկ պատճառ կար՝ ՀԱՊԿ անդամ լինելը։ Իրավիճակը հարթվեց, երբ սառեցվեց անդամակցությունը տվյալ կազմակերպությանը։ Պանելային քննարկման ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի Եվրամիության անդամակցության հնարավորությանը։ Մենք մեծ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ այնուամենայնիվ տարածք կա եւ այս ճանապարհով գնալ եւ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ մենք հիմա այսօր այդ տարածքի մեջ ենք։ Մենք հստակ ենք հայտարարում, մենք ձև չենք անում։ Մենք հստակ հայտարարում ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով։ Բայց մենք այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք դա գիտենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամ արտահայտությունից։ Պանելային քննարկմանը ելույթներով հանդես եկան նաև Եվրամիությունն ու ԱՄՆ դեսպանները։ Վերջիններս ընդգծեցին, որ թե Եվրամիությունը եւ թե ԱՄՆ-ն շատ են կարևորում Հայաստանի հետ գործակցությունն ու ռազմավարական բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, մատնանշելով TRIP-ը եւ Եվրամիության ռազմավարական մի շարք ծրագրեր։